ես կարող եմ ասել այն ինչ որ Լոս Անջելեսում է, մարդիկ հիասթափված են։ Չեք կարող մեղադրել, որովհետև մարդը չի սիրում խաբնվել։ Ոչ մեկ չի սիրում, որ իրան խաբում են։ Իսկ այդ 44-րդ պատերազմի ժամանակ, երբ որ ասում են հաղթում ենք, հաղթել ենք, հաղթում ենք, գրավել են, այլ ինչ նահանջում են ու պարտվում ենք, այն դեպքում, երբ որ Լոս Անջելեսի թոշակառու ընտանիք իրենց թոշակն էին բերում տալիս, որ բոլորը փող են հավաքում, որ օգնեն, այդ հաղթելու դեպքում, երբ որ պարզվեց, որ այդ ամեն ինչը սուտ էր, մի տեսակ իրանց մոտ բան կոտրվեց բոլորի։ Հետո այդ օգնությունը, այդ որ այդ ամեն ինչը տարիներ շարունակ այդ նոյեմբեր ամսին, որ հավաքվում էր ու Արցախը կառուցվեց, ճանապարհները, դպրոցները, այդ ամեն ինչը կառուցվեց, այդ հիմնադրամի կամ այդ Հայաստան համահայկական հիմնադրամի։ Այո, Հայաստան հայկական հիմնադրամի։ Դա լուրջ թեմա է շատ։ Դու աշխատես ամբողջ կյանք, դու գիտես, որ հայրենիքիդ համար ես անում, դա նորմալ է։ Դա շատ նորմալ բան է։ Ես օրինակ իմ հարևանը օրը $1 դնում էր մի կողմ, որպեսզի ամեն տարի $365 վճարեր։ Դա ինքը այդպես էր ինքը անում։ Դուք ամեն մի հայ մի կերպ անում էր։ Ու պարզվեց դա սուտ էր։